Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Դեպի դասական Եվրատեսիլի ճանապարհը շատ կարևոր էր, իսկ հաղթանակը պարտավորեցնում։ Դուրի որոշմամբ այդ երջանիկը Էլեն Վիրաբյանն է։ Էլենի շրջապատում երաժշտությունը միշտ հնչել է, քանի որ եւ մայրիկը եւ ես երաժիշտներ ենք, նաեւ պապիկը ինչ-որ չափով երաժիշտ է, ջութակի վարպետ։ Բոլորս իհարկե երաժշտության հետ շատ սերտ կապ ունենալով շատ երաժշտություն էինք լսում, բնականաբար աշխատանքներ կատարելիս նաեւ օպերա էր հնչում տանը, տարբեր արիաներ, դուետներ, տարբեր ներկայացումներից։ Էլենի մոտ չէր կարող այդ ամեն ինչը հետք չթողնել։ 4-5 տարեկանում արդեն մտածում էինք, թե որ ուղղությամբ պետք է Էլենին երաժշտական կրթություն տալ, ջութակ թե ֆլեյտա։ Հաղթեց մայրիկը, Էլենին տվեցինք ֆլեյտայի։ Հիշում եմ, որ ես 5 տարեկան էի ու մամաս իմ հետ պարապում էր ու ես ցույց էի տալի իմ մանկական գործերը մանկապերտեզում։ Ես առաջի դասարանից սովորում եմ Նեսիմների անվան երաժշտական դպրոցում։ Իմ համար շատ հաճելի է գնալ, որովհետև ես շատ ընկերներ ունեմ տարբեր ու իրանց հետ շատ հաճելի է ժամանակ անցկացնել։ Իմ երաժշտական գրականության ուսուցիչը շատ լավ մարդ է ու համ շատ պրոֆեսիոնալ, համ շատ լավ, շատ սիրում եմ իրան, որովհետև ինքը շատ հասկանացող մարդ է։ Շատ ժամանակ ինքը ինձ օգնում է եւ խորհուրդ է տալիս ու այս անգամ ինքը գիտեր, որ ես եկել եմ Եվրատեսին, մաղթել է ինձ հաղթանակ։ Նույն դպրոցում, որտեղ ես սովորում եմ, սպեցի դասատուն իմ մաման է, Զարա Պարվանյան։ Համ պարապում եմ իմ մամայիս հետ դպրոցում, համ էլ իմ դասատուն, իմ պապաս է, Վարդան Վիրաբյան, որը համ ռեժիսոր է, համ ջութակար, եւ իմ ծնողները երկուսն էլ իմ համար շատ կարեւոր են։ Քանի որ սկսեցինք արդեն ավելի լուրջ պարապել, Էլենի մոտ հաջողությունները սպասեցնել չտվեցին։ Իմ առաջի մենահամերգը եղել է եւ ես եղել եմ ընդամենը 8 տարեկան Կալինինգրադի հայտնի տաճարում։ 7-8 տարեկանից արդեն շատ գեղեցիկ համերգային գործունեություն եւ մրցույթային գործունեություն սկսեց վարել Էլենը եւ առաջին նույնիսկ մենահամերգները ես կարող եմ հիշել, որ 7 տարեկանում էր Նարեկացի արվեստի կենտրոնում Երևանում, Կալինինգրադի, Կանտի կղզում հին Քյոնիգսբերգյան տաճարում համերգը եւ կայացավ նաեւ եւս մեկ մենահամերգ Մոսկվայում 9 տարեկանում արդեն ուներ բավականին փորձ, մոտ 5-6 նվագախմբերի հետ արդեն նվագել էր։ Մի հատ էլ շատ հիշվող իմ համար համերգ է, երբ ես 10 տարեկան էի, ինձ կանչել էին նվագել Մարինյան թատրոնի հետ, վիրտուոզի ֆլեյտի փառատոնի շրջանակում։ Երջանիկ եմ, որ մենակ 10 տարեկանում ես այդպիսի նվագախմբի հետ եմ նվագել։ 12 տարեկանում Էլենը հրավեր ստացավ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճից։
կպատմեմ մի հատ մրցույթի մասին, որում ես մասնակցել եմ 2 անգամ։ Դրա անունը Շիլկունչիկա։ Իմ համար այդ շատ պատասխանատու էր, որովհետև այդ իմ առաջի մրցույթն էր ուղիղ եթերում։ Առաջի անգամ ես 10 տարեկան էի ու ճիշտն ասած շատ լավ ինձ պատրաստել էին։ Մենք մնում էինք դպրոցում, մամաս, պապաս սենց ասեմ ստիպում էին պարապեմ, որ շատ լավ ելույթ ունենամ ու ցույց տամ ինձ ամենալավ կողմից։ Առաջի անգամ, որ ես 10 տարեկան էի, ես դարձա դիպլոմանտ, իսկ երկրորդ անգամ, որ ես արդեն 12 տարեկան էի, ես անցա ֆինալ ու ստացա երկրորդ տեղ։ Շատ հուզվել էր իմ համար, հենց երկրորդ անգամը, այդ հետաքրքիր է, որտեվ հենց կարելի է մտածել, եթե մարդը ավելի փոքր է, ինքը ավելի ոնց որ վախենում է, հա, բայց ես ավելի շատ պատասխանատվություն էի զգում հենց 12 տարեկան, ոնց որ ինչքան ավելի շատ ժամանակ անցնում, այդքան ավելի շատ ես դու զգում, որ քեզ ցույց են տալի, դու պետք է շատ լավ նվագես ու լավ ելույթ ունենաս։ Երկրորդ անգամ ես ստացա Արցախի Շիլկունչիկը։ Մանկուց ես սիրում եմ ճամփորդել ու տարբեր տեղեր եմ եղել, ես եղել եմ Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա։ Շատ ժամանակ ես ճամփորդում եմ հենց մրցույթների համար կամ էլ համերգների ու ճիշտն ասած շատ ժամանակ չկա տենց շատ ման գալ, բայց միշտ փորձում եմ ժամանակ գտնել, որ այդ երկիրը տեսնեմ։ Պապայիս հետ եկել է Երևան, պապայիս զանգում է մեր ընկեր ֆլեյտիստը Նարեկ Ավագյանը, որը պատմում է դրա մասին, որ կա մի հատ մրցույթ, որին կարամ ես մասնակցեմ, բայց այդ մրցույթը հենց վաղն է։ Որոշեցինք, որ ես կպատրաստեմ այդ մրցույթին։ Ես ունեի մի օր։ Գտանք ինչ-որ ձև դաշնակահար, 2 հատ փորձեր, մի հատ հենց այդ օրը ու մյուս օրը առավոտը այդ հենց մրցույթի օրը։ Նվագեցի շատ լավ ու ստացա Grand Prix։ Գիտես ինչն է հետաքրքիր այդ GTO-ի, որ մենք կոնսերվատորիան ավարտելուց ենք այդ նվագում, դուք հիմա 9-րդ դասարանում։ Էլենին ճանաչում եմ արդեն բավական վաղուց։ Նա դեռ շատ փոքր երեխա էր 8-9 տարեկան, երբ ես հետևում էի նրա ձայնագրություններին, որոնք իր ծնողները հրապարակում էին իրենց էջերում, եւ այնպես ստացվեց, որ մի օր ես ծանոթացա Վարդան Վիրաբյանի հետ, նրա հոր հետ, եւ մենք ընկերացանք։ Դրանից հետո ես ծանոթացա նաեւ Էլենի հետ, եւ այդ ժամանակվանից սկսվեց մեր համագործակցությունը, որովհետեւ դրանից հետո մենք Էլենի հետ միասին շատ համերգներ ենք նվագել։ Էլենի նվագի մասին երկու կարծիք լինել չի կարող, նա իր սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ոչ միայն որպես ֆլեյտահար, այլ որպես երաժիշտ։ Իսկ ֆլեյտա նա դեռ շատ փոքր տարիքից է հրաշալի նվագում, ես կարծում եմ, որ նա լավագույններից մեկն է որպես ֆլեյտահար եւ դեռ երկար մեզ կզարմացնի իր հաջողություններով, չնայած որ իր փոքր տարիքին նա արդեն ունի շատ մեծ հաջողություններ եւ ոչ միայն ես եմ այդպես կարծում, նաեւ աշխարհի մակարդակով հայտնի ֆլեյտահարներ։ Այս 2 տարին ես սկսեցի շատ կարդալ ու ճիշտն ասած նենց եմ վայելում իմ սիրած գրողը Ֆյոդոր Դոստոևսկին է։ Ես շատ սիրում եմ լսել Ռախմանինովին, իսկ եթե ոչ կլասիկ, ես ալևս շատ սիրում եմ խումբ Smiths։ Այդ խումբը կապված է իմ համար շատ կարևոր ու անմոռանալի ժամանակների հետ։ Ու իմ մեծ երազանքը, որ ես նվագեմ Էմանուել Պայուի հետ, ֆլեյտիստ, որը նվագում է Բերլինի ֆիլհարմոնիկում։
Դասական Եվրատեսիլի անցկացումը Հայաստանում շատ մեծ դեր կարող է ունենա մեր երկրի ապագայի համար, քանի որ ապագա սերունդները, երիտասարդ տաղանդավոր երաժիշտները կարող են ոգևորվել այդ հանգամանքով, որ կարող են մասնակցել այսպիսի հայտնի եւ մեծ մրցույթի եւ դա կարող է լինել նրանց առաջին քայլը, որպեսզի նրանք դառնան հայտնի երաժիշտներ։ Այս մրցույթը իհարկե նույնպես մեր երաժիշտներին եւս մի առիթ է, որպեսզի մեր երաժիշտները ներկայանան ամբողջ աշխարհին, կարելի ասել, քանի որ ամբողջ աշխարհում դիտում են այս մրցույթը Եվրոտեսիլը, եւ իհարկե դա եւս մի առիթ կլինի, որպեսզի մեր երկրի մասին լավը խոսեն ամբողջ աշխարհում եւ եւս մեկ անգամ հասկանան, որ մենք ունենք շատ հարուստ մշակույթ։ Իհարկե շատ մեծ պատասխանատվություն է դրված առաջի հերթին Էլենի ուսերին, նաև մեր մեծ պատասխանատվություն ներկայացնել արդեն մեր երկիրը, Հայաստանը, ներկայացնել միջազգային այս հետաքրքիր եւ ինչու՞ չէ մասշտաբային այս պրոյեկտում։ Իհարկե պատասխանատվությունը մեծ է, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ Էլենը ամեն ինչ կանի, որ մենք մաքսիմալ լավ ներկայանանք, զարմացնենք ինչու՞ չէ եվրոպացիներին, եվրոպական երաժիշտներին եւ եվրոպական մասնագետներին։ Մենք դա ձեզ խոստանում ենք։ Սա առաջին ելույթը չէ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Էլենի համար եւ մենք նրան շատ սիրում ենք ամբողջ նվագախմբով, միշտ մեծ պատրաստականությամբ նրան նվագակցում ենք եւ իր համար ոնց որ մեծ հույսեր ունենք եւ իհարկե կանենք ամեն ինչ, որպեսզի նա հնարավորինս փայլուն ներկայանա մեր նվագախմբի հետ։ Հիմա իմ կյանքում կարևոր փուլ է ու ես շատ ուրախ եմ, որ անցնելու եմ այդ ճանապարհը ու իմ մի երազանքը կատարվում է հիմա։ Ես կներկայացնեմ Հայաստանը հունիսի 6-ին դասական Եվրատեսիլում։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։